Ողջույն բոլորին, ես Սամուելն եմ Freedom ընկերությունից։ Ինչպես գիտեք, մենք կատարում ենք դասընթացներ եւ այժմ լուծում ենք խնդիրներ Codility կայքից։ Արդեն երրորդ դասն է եւ հասել ենք odd occurrence in array խնդրին։ Տեսնենք ինչ է մեզանից պահանջվում։ View։ Ընտրենք լեզուն, որ նկարագրությունը ավելի ակտուալ լինի։ Ես համ անգլերեն կկարդամ, համ հայերեն կբացատրեմ, որ բոլորին պարզ լինի։ A non-empty zero-indexed array A consisting of n integers is given. The array contains an odd number of elements, and each element of array can be paired with another element that has the same value, except for one element that is left unpaired. Այսինքն տրված է մեզ massive n թվերից բաղկացած 0 ինդեքսավորված, այդ massive-ը պարունակում է կենտ թվով էլեմենտներ, եւ ամեն էլեմենտը ունի իր զույգը նույն արժեքի, եւ միայն մեկ էլեմենտ մնում է առանց զույգ։ Օրինակի համար մեր մոտ տված է այսպիսի A massive-ը A0-ից A6, եւ այստեղ 0 եւ 2 էլեմենտները ունեն նույն արժեքը 9, 1 եւ 3 էլեմենտները ունեն նույն արժեքը 3, 4 եւ 6 էլեմենտները ունեն արժեք 9։ Եվ միայն մեկ էլեմենտ ինդեքս 5-ով, որի արժեքը 7 է, մնացել է առանց զույգ։ Անհրաժեշտ է գրել function solution A, որին տրվում է A massive-ը n թվերից բաղկացած, եւ ֆունկցիան պետք է վերադարձնի այն էլեմենտը, որը մնացել է առանց զույգ։ Տրված օրինակի դեպքում մեր ֆունկցիան պետք է վերադարձնի 7։ Նաև հաշվի առնենք, որ n-ը կենտ թիվ է 1-ից 1 միլիոն միջակայքում եւ ամեն էլեմենտ A massive-ից թիվ է 1-ից 1 միլիարդ միջակայքում։ Եվ շատ կարևոր մի կետ, all but one of the values in A occur even number of times։ Այսինքն բոլոր էլեմենտները բացի մի հատից A massive-ում հանդիպում են զույգ անգամ։ Եվ ինչպես միշտ բարդույթի կետը, որ մեր խնդրի արագագործություն չպետք է գերազանցի ON-ը։ Այժմ փորձենք լուծել խնդիրը։ Start։ Տրված է 120 րոպե, բայց շատ ավելի արագ կլուծենք։ Ընտրում ենք անպայման լեզուն, հակառակ դեպքում մեր գրած կոդը կջնջվի, եթե մենք գրենք այնուհետև նոր լեզուն փոխենք։ Ինչպես միշտ առաջարկում եմ առաջերտին դուք ինքնուրույն փորձեք խնդիրը լուծել եւ հաշվի առեք, որ պետք է խնդիրի լուծումը լինի արագագործ եւ չգերազանցի ON բարդույթը։ Ես կառաջարկեմ օգտագործել մի շատ հետաքրքիր լուծում, որ այս խնդրի դեպքում շատ ակտուալ է։ Մենք օգտագործենք այս լուծումը, որ մենք գիտենք, որ A XOR A XOR B XOR C եւ XOR B հավասար է C-ի։ Հիմա նկարագրեմ ոնց է դա ստացվում։ XOR-ը դա բուլյան օպերատոր է, եւ XOR-ի բանաձևը բացվում է այսպես։ 0 XOR 0-ն հավասար է 0, 1 XOR 0-ն հավասար է 1, 0 XOR 1 հավասար է 1, եւ 1 XOR 1-ը ի հակառակ AND-ի եւ OR-ի հավասար է 0։ Այսինքն մենք տեսնում ենք, որ XOR օպերատորը տալիս է 1 միայն այն դեպքում, երբ որ արժեքները տարբեր են եւ գոնե մեկը 1 է։ Կամ պարզապես, երբ որ արժեքները տարբեր են։ Հետևաբար, քանի որ մենք գիտենք, որ կամայական թիվ կարելի է ներկայացնել երկուական համակարգում, ենթադրենք an այսպիսի մի հատ թիվ է։ Եվ an, եթե մենք XOR անենք ինքն իր հետ, մենք կստանանք
բոլոր դիրքերում 0, որովհետև բոլոր դիրքերում արժեքները նույնն են։ Հետաբար a XOR a-ն հավասար է 0։ Եվ դիրքերը փոխելուց չի փոխվում ոչ մի բան, այսինքն a XOR a XOR b-ն մեր մոտ հավասար կլինի b-ի, որովհետև a XOR a-ն տալիս է 0, իսկ 0-ն b-ի հետ տալիս է b։ Նույն կերպ եթե սա շարունակենք XOR անել C միատել և XOR B, մենք ստանանք C, որովհետև B-երը իրար հետ կտան 0, A-երը կտան 0 և կմնա միայն C, որը 0-ի XOR անելուց կստանանք C։ Եվ այստեղ մեզ օգնում է այս վերջի կետը, որ բոլոր էլեմենտները այդ մասիվում կրկնվում են զույգ անգամ, այսինքն A-երը զույգ անգամ են, B-երը զույգ անգամ են և միայն մեկ էլեմենտ մնում է կենտ անգամ։ Հետևաբար, իմանալով այս ամենը, մենք կարող ենք այս մասիվի բոլոր էլեմենտները իրար հետ XOR անել և ստանալ այն էլեմենտը, որը կենտ անգամ էր և չուներ իր զույգը։ Վերցնենք մի հատ փոփոխական, որը սկզբում 0 է, և շրջենք ցիկլով i-ի երկարությամբ, և result-ի հետ XOR անենք։ XOR-ը JavaScript-ում այս նշանն է, XOR ենք անում i-ի էլեմենտը։ Եվ վերջում պարզապես return ենք անում result-ը։ Այսքանը կարող ենք ստուգել լուծումը։ Այո, տրված օրինակի դեպքում մենք ստացանք OK։ Այժմ կարող ենք հանձնել խնդիրը ստուգման։ Are you sure? Yes։ Կարող ենք կարծիք թողել խնդրի մասին։ Եվ այժմ ծրագիրը ստուգում է, որպեսզի ճանաչի արագագործությունը և ճշտությունը։ Ահա և արդյունքը 100% ճշտություն, 100% արագագործություն։ Արագագործությունը ճանաչվեց ON կամ O logarithm N, ստուգվեց բոլոր հնարավոր տարբերակներով, ստացանք OK, և շատ սիրուն կոմպակտ խնդրի լուծում։ Սիրով կպատասխանենք բոլոր հարցերին, մաղթում ենք հաջողություններ, stay tuned։